2023 թվականի ապրիլի 26 հարգելի բարեկամներ։ Արցախի Հանրապետության պետնախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանը հանդիպել է հիմնադրամի աշխատակազմի եւ հիմնադրամին ենթակա առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ասել է պետնախարարը, Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ այս պայծրությամբ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետան սպարտավորություն, որը պետք է կատարվի, այդ գումարները պետք է վերադարձվեն։ Ահա այս հանդիպումից հետո մայիս, հունիս, հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր Արցախի Հանրապետությունը կոոպերատիվի նման լուծարվեց։ Մինչև Արցախի Հանրապետությունը կոոպերատիվի կամ բաց բաժնետիրական ընկերության նման կլուծարվեր, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր մի փաստաթուղթ, ըստ որի 4-րդ կետ Արցախում պիտի զինված հայ տղամարդ չլինի, параллельно с дислокацией российских войск выводятся армянские вооруженные силы. Դրանից 2 տարի հետո Նիկոլ Փաշինյանը օֆիցիալ հիմնվելով 91 թվականի փաստաթղթերի վրա մանիպուլացնելով բնականաբար, բայց հիմքում այդ փաստաթղթերն են։ Ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում, այսինքն հաստատել էր ադրբեջանցիների նոյեմբերի 9-ի 4 կետի մեկնաբանությունը, ըստ որի ելի եմ կրկնում, Արցախում զինված հայ տղամարդ պիտի չլինի։ Դրանից հետո 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորել էր արցախցիներին, արցախահայությանը անկախության տոնի կապակցությամբ։ Դրանից մեկ շաբաթ հետո Արցախում կազմակերպվել էր այսպես մինի հեղաշրջում, բերել էին Սամվել Շահրամանյանին, ով ձեռքը դրել էր Արցախի սահմանադրության վրա, եւ այսպիսի ֆոնին երթվել էր պաշտպանել արցախցիների անկախությունը, ձեռքը Արցախի սահմանադրությանը դրված։ Եվ արդեն մեկ շաբաթ հետո, 10 օր հետո տեղի ունեցավ մեկօրյա ռազմական գործողությունները, տեղի ունեցավ էթնիկ զտում, որի պատրվակը, որի առիթը տվեցին հայ ջոչերը, ահա այսպես։ Հիմա, հարգելի բա, եւ սա տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, ընդամենը 3 չէ առաջի օրը, եւ սրան մասնակից է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ քաղաքական, ավանդական կուսակցությունները, այսպես կոչված ավանդական կուսակցությունները, որոնց ներկայացուցիչները շպրտված են եղել ազգային ժողովում, ինչպես նաև դատաիրավական ողջ համակարգը։ Սա միայն Նիկոլ Փաշինյանը չի արել։ Հիմա 2023 թվականի ապրիլ ամսին, սա ես ձեզ ներկայացրի քաղաքական մասը։ 2023 թվականի ապրիլ ամսվա դրությամբ Արցախի ներդրումային հիմնադրամի նկատմամբ ժամկետան սպարտավորությունների թիվը կազմել է 150 միլիարդ դրամ։ Սա մոտավորապես 400 միլիոն դոլար է։ Որտեղից է ֆինանսավորվել Արցախի ներդրումային հիմնադրամը։ Արցախի ներդրումային հիմնադրամը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկից։ Արցախի ներդրումային հիմնադրամը ֆինանսավորվել է Արժույթի միջազգային հիմնադրամից, EBRD-ից, Ասիական բանկից, ոչ։ Արցախի ներդրումային հիմնադրամը հիմնականում իր ֆինանսները գեներացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Այս 150 միլիարդը, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության հարկատուների փողերն են։ Եվ ինչ է տեղի ունեցել հետագայում այս 150 միլիարդ դրամի հետ կապված։ Փաշինյան Նիկոլը
օր ու գիշեր թմկահարում է թալանչիների մասին։ Փաշինյան Նիկոլ այս 400 միլիոն դոլարի, այս 400 միլիոն դոլար ստացողների, անունների, ազգանունների չհրապարակումը ինչի հետ է կապված։ Ես ձեզ հիշեցնեմ, հարգելի բարեկամներ, վերջերս ես արել էի մի տեսանյութ, որտեղ ներկայացրել էի մի քանի ՍՊԸ-ներ, միայն Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկի հետ աֆիլացված ՍՊԸ-ի նկատմամբ ՍՊԸ-ն ունեցել է Արցախի հիմնադրամի հետ, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կապված մոտավորապես 19 միլիարդ դրամի պարտավորություն։ Փաշինյան Նիկոլ R-Power ՍՊԸ-ի փողերը վերադարձվել են պետական բյուջե, թե չեն վերադարձվել պետական բյուջե։ Դուք ինչի համար եմ սա ներկայացնում, որովհետև Արցախի լուծարումը ձեռնտու եղել շատ ու շատ հայերի, հարգելի բարեկամներ, շատ ու շատ հայերի է ձեռնտու եղել։ 2023 թվականի սեպտեմբերի էթնիկ զտումից Արցախի որպես կոոպերատիվ լուծարումից հետո տեղի է ունենում մեկ այլ հանցագործություն։ 2023 թվականի դեկտեմբերի վերջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում, որ Արցախում տրված վարկերը, եթե ներդրումային հիմնադրամի նկատմամբ պարտքային պարտավորություններ միայն ժամկետան 400 միլիոն դոլար է եղել, Արցախի տարածքում տրված վարկերի թիվը, առևտրային բանկերի կողմից տրված վարկերի թիվը կազմել է 800 միլիոն դոլար։ 800 միլիոն դոլար։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսինքն Փաշինյան Նիկոլի որոշմամբ այդ վարկերը ջրվում են։ Այսինքն քաղաքական հանցագործություն, հանցագործության քաղաքական մասը ձեզ ներկայացրի։ Հիմա ձեզ ներկայացնում եմ հանցագործության ֆինանսական մասը, թե ինչքան է պետք եղել կամ ինչպես են հայ ջոչերը, հայ այսպես կոչված օլիգարխները, բայց իրականում ճիվաղները շահել Արցախի լուծարումից միլիոնավոր դոլարներ, հարգելի բարեկամներ, ես ձեզ վստահեցնում եմ, 800 միլիոն դոլար վարկի ճշշող մեծամասնությունը այդ վարկային փաթեթի ոչ թե կազմված է եղել սպառողական մանր վարկից, այլ ճշշող մեծամասնությունը կազմված է եղել ճիվաղ օլիգարխների ընտանիքի անդամների իրենց հետ աֆիլացված այլ անձանց միլիոնավոր, 100,000-ավոր կամ միլիոնավոր դոլարներից, դոլար վարկերից։ Հիմա, եթե դուք նայեք այսօրվա քաղաքական իրողություններին, անցուդարձին, ձեզ կթվա թե շատ ու շատերը Փաշինյան Նիկոլի դեմ են։ Շատ ու շատերը։ Ձեզ կթվա թե Գագիկ Ծառուկյանը Փաշինյան Նիկոլին դեմ է։ Ձեզ կթվա թե Սամվել Կարապետյանը Փաշինյան Նիկոլին դեմ է։ Ձեզ կթվա թե Հանրապետականը Փաշինյան Նիկոլին դեմ է։ Դաշնակ մաշնակը Հայաստան դաշինքը կամ խմբակցությունը Փաշինյան Նիկոլին դեմ է։ Շատ լավ։ Ես էլ չեմ խոսում մանր ուժերի մասին, շատ լավ, հարգելի բարեկամներ։ Դեմ եք Փաշինյան Նիկոլին։ Բա որ դուք դեմ եք Փաշինյան Նիկոլին, Փաշինյան Նիկոլի իրականացրած առերևույթ այս մեծամասշտաբ հանցագործությունների մասին ինչի՞ չեք խոսում։ Հիմա որ դուք գնում եք գյուղեր, գյուղացին ձեզ պիտի հարցնի, չէ՞, դուք Փաշինյանին դեմ ես, թե Փաշինյանին կողմ ես։ Եվ դուք բնականաբար կասեք, որ մենք Փաշինյանին դեմ ենք։ Բա որ դեմ ես, դաշնակ, Փաշինյան Նիկոլի իրականացրած այս հանցագործությունների մասին դու պիտի վերահսկեիր այս ամենը։ Դու վերջին 5 տարիների ընթացքում վեր ես ընկել պարլամենտում եւ դու պիտի այս ամենը ստուգեիր։ Եթե դու դեմ ես, ինչի՞ չես ստուգել։ Ինչու այս ամենի դու ոչ միայն չես ստուգել, դու ոչ միայն քննիչ հանձնաժողովներ չես փորձել կազմել, դու լսումներ նույնիսկ չես կազմակերպել։
Դու նույնիսկ այս հարցերը պարլամենտում չես բարձրացրել։ Հետևաբար դու ինչպես ես Փաշինյան Նիկոլին դեմ։ Ես համարյա վստահ եմ, որ Փաշինյան Նիկոլը այստեղ այս հանցագործությունների մեջ ընդամենը խամաճիկ է։ Բերել են Փաշինյան Նիկոլի դեմը դրել են եւ ինքը օրինակ որոշել է 23 թվականի դեկտեմբերին, որ վարկային պարտավորությունների 70%-ը կառավարությունն է ստացում։ Բայց ինքը եւս մասնակից է։ Եվ ես շատ կզարմանամ, եթե պարզվի, որ այս ֆինանսական հանցագործությունների մեջ գտնվելով հանդերձ Փաշինյան Նիկոլը եւ Աննա Հակոբյանը չեն ստացել կլորիկ գումար։ Ես շատ կզարմանամ։ Դա համարյա անհնար է։ Բայց ֆորմալ առումով Փաշինյան Նիկոլը երկրի ղեկավարն է։ Հիմա դուք եթե դեմ եք Փաշինյան Նիկոլին, ելի եմ հարց տալիս։ Այս հարցերի վերաբերյալ ինչու չեք խոսել։ Պարոն Ծառուկյան Գագիկ, դուք դեմ եք Փաշինյան Նիկոլին։ Պարոն Սամվել Կարապետյան, դուք դեմ եք Փաշինյան Նիկոլին։ Այս ձեզ, լավ էս ամեն ինչը ինչքան պիտի շարունակվի։ 2018 թվականին 2018 հələ ես բազմաթիվ անգամներ խոսել եմ, ոչ միայն ես, թե ինչպես են վաճառել հեկերը ադրբեջանցիներին, հայ ջոչերը, հայ օլիգարխները, այս հանցագործությունների մասին ինչու չեք խոսում։ Ուրեմն դուք կողմ եք Փաշինյան Նիկոլին։ Ուրեմն դուք Փաշինյան Նիկոլի հետ միասին եք, կամ ռեժիմի հետ միասին եք։ Եթե ոչ, ապա բացատրեք հասկանանք։ Բացատրեք հասկանանք ինչպես է ստացվել, որ 2018 թվականի կեղծ հեղափոխության վերաբերյալ մինչև հիմա դուք հոդաբաշխ հայտարարությամբ հանդես չեք եկել։ Ինչպես։ Ինչպես է ստացել, որ այս ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ դուք ոչ մի գործողություն չէ, դուք ոչ մի հայտարարություն չեք արել։ Միայն այս երկու դրվագով 1 միլիարդ 200 միլիոն դոլարի առերևույթ կոռուպցիա կա։ Միայն այս երկու դրվագով։ Ինչու չեք խոսում։ Բա ոնց եղավ որ դեմ եք։ Բա դուք եք դեմ, ես եմ դեմ։ Վերջին 5 տարիների ընթացքում ձեզանից շատերը բան են եղել, աշխատել են որպես պատգամավոր։ Իրենց բարեկեցությունն են ապահովել։ Ընդլայնվել է իրենց ֆինանսական իրավիճակը, հնարավորությունները։ Ու դուք հիմա չփոխելով ձեր վարքագիծը պիտի մասնակցեք Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններին ու եւս մեկ անգամ համոզեք ժողովրդին, որ դուք ընդդիմություն եք։ Վերցրել եք, ամբողջությամբ վերցրել եք մեդիա դաշտը, գցել եք ձեր ազդեցության տակ, ֆինանսավորում եք բլոգերներին, խմբագիրներին, ժուրնալիստներին, վերլուծաբաններին, որ վերջը ինչ լինի, հետաքրքիր է, ձեր վերջնապատակը որն է։ Պարոն Գագիկ Ծառուկյան, ձեր որդին ինչու բանակում չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանը ձեր որդուն ինչու չի զորակոչել բանակ, եթե դու դեմ ես Նիկոլ Փաշինյանին։ Հետաքրքիր է։ Պարոն Գագիկ Ծառուկյան, Հիսուս Քրիստոսի արձանը ով է ֆինանսավորում։ Պարոն Գագիկ Ծառուկյան, Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հայ առաքելական եկեղեցու ավանդույթներին դեմ եւ Փաշինյան Նիկոլի իրականացրածը, էլի հայ առաքելական արդեն եկեղեցու դեմ, իրար հետ ինչ կապի մեջ է։ Արդյոք այս երկու ուղղությունները ֆինանսավորվում է նույն կենտրոնից։ Դուք դեմ եք իրար։ Վերջերս Գուգարաս թեմի առաջնորդն էր հարցազրույց տալիս, ասում է այն ինչ տեղի ունենում եկեղեցու հետ կապված
ֆինանսավորվում է կամ ուղղորդվում է մոտավորապես մեջբերում դրսից։ Հարգելի Հովնան arczepiskopos, դուրսը շատ լայն հասկացողություն է։ Մադագասկարն էլ է դուրս, Ադրբեջանն էլ է դուրս, Թուրքիան էլ է դուրս, Ռուսաստանն էլ է դուրս, Իսրայելն էլ է դուրս, Հռոմն էլ է դուրս, Վատիկանն էլ է դուրս։ Միգուցե ժամանակն է խոսել մի քիչ կոնկրետ։ Էլ ինչ պիտի տեղի ունենա, որպեսզի մենք հայերս սկսենք ավելի կոնկրետ խոսել։ Մի սերունդ էլ պիտի ցեղասպանեն։ Մարտը տարել է 18, 19, 20 թվականների զորակոչը զորակոչել է տղաներին ուղարկել է Աղդամներ, Ջաբրայելներ, հիմա ասում է 91 թվականի փաստաթղթերով դա Ադրբեջան է։ Ինքը ընդունում է, որ սպանել է տվել մի ողջ սերունդ։ Հիմա մի ողջ սերունդ էլ պիտի սպանել տա ռեժիմը, իմիջիայլոց այս հարցն էլ պարլամենտում չի քննարկվել, այս հանցագործությունն էլ պարլամենտում չի քննարկվել։ Թե ինչու է զորակոչել եւ ուղարկել Աղդամ։ Չի քննարկվել այս հարցը։ Չի քննարկվել։ Նու միգուցե բուֆետներում, պարլամենտի զուգարաններում, Երևանի պառնոների, չգիտեմ, այն ջակուզիների մեջ հարբելուց ընդդիմադիրները քննարկել են կամ երբ բան են անում, շրջագայում են նիկոլականների հետ շրջագայում են ամբողջ աշխարհով մեկ։ Միգուցե բաներում այդ օթանավակայանի մեջ քննարկել են, խոսքը վերաբերվում է ազգային ժողովի դահլիճին։ Չի քննարկվել այս ամենը։ Լավ, ինչքան պիտի սա շարունակվի։ Ինչքան։ Պարոն Սամվել Կարապետյան, մեր ձևով շարժման կողմնակիցներ, ձեզ իսկապես թվում է, որ եթե ռեժիմը ուզենար ճնշեր Սամվել Կարապետյանին, նա պիտի բռներ Սամվել Կարապետյանի մեր ձևով արտահայտությունը եւ դրա համար տաներ փագեր։ Եթե նա ուզենար ռեժիմը ճնշեր Սամվել Կարապետյանի ընտանիքի վրա, ուրիշ բան չկար մեր ձևովից պիտի կարճեին։ «2017 թվականին Սամվել Կարապետյանի եղբոր կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունում տոպրակներով փող էր բաժանում։ Տոպրակներով։ Մեշոկներով փող էին բաժանում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Իմիջիայլոց այդ ընտրություններով ձևավորված պարլամենտի լեգիտիմության համար էր իմ ու Փաշինյան Նիկոլի նախավերջին ընդհարումը։ Փաշինյան Նիկոլը կռիվ էր տալիս, որ պարլամենտը լեգիտիմ է։ Եվ կուսակցության ներսում, եւ հրապարակայնորեն Թաթուլ Հակոբյանին օրինակ հարցազրույց տալուց ինքը եւս մեկ անգամ հաստատեց պարլամենտի լեգիտիմությունը 17 սեպտեմբերի 2։ Իմիջիայլոց այդ հանցագործ պարլամենտը ընտրեց Փաշինյան Նիկոլին, կարգեց Փաշինյան Նիկոլին երկրի վարչապետ։ Հիմա եթե ձեր ընտանիքի նկատմամբ ուզենար ճնշում գործադրեր, մեր ձևովից պիտի բեռներ, չէր կարող երկու հոգու բերեր ձեր գեղերից, ձեր շրջաններից, ովքեր ցուցմունք կտային, որ իրենք եւս ստացել են գումար, պիտի այդ ապօրինի քրեական գործը շատ ծիծաղելի դաժե քաղաքական, այսպես ասած, այդ քաղաքական գործը իր հերթին քաղաքական է, այդ քաղաքական գործը պիտի կարեր, որպեսզի դուք այսօր Փաշինյան Նիկոլելի եմ ասում 400 միլիոն դոլարի այդ փոխառություններ 400 միլիոն դոլար փոխառություն ստացածների անունների եւ ազգանունների չհրապարակումը, ովքեր միգուցե ակամայից ֆինանսապես հայտնվել են շատ լավ վիճակի մեջ Արցախի լուծարումով, ուրիշ բան չեմ ասում։ Միգուցե ակամա այդ մարդկանց անունների եւ ազգանունների չհրապարակումը ինչի է կապված։ Փաշինյան Նիկոլին ընդդիմադիր խաղացողներ,
Արտարության համար պայքարողներ, ինչու Փաշինյան Նիկոլից չեք պահանջում, որ հրապարակի այդ մարդկանց անունները, որովհետև բոլորդ մեկ լոդկայի մեջ եք, Փաշինյան Նիկոլ, ամեն ինչը խախտել ես, մտել ես եկեղեցու գործերի մեջը, այդ առևտրային, կոմերցիոն, բանկային գաղտնիքի մասին նորմը ինչու չես խախտում և չես հրապարակում $800 միլիոն ստացած 10 ամենախոշոր այդ $800 միլիոն վարկային փաթեթի 10 ամենախոշոր վարկառուների անունները, բայց սա քո բանն է, ամպլուան է, սա քո պոզիցիան է, ինչու ես լրվել, ինչու չես հրապարակում, ում փողերն են փագում Հայաստանի Հանրապետության են սովորական քաղաքացիները, ինչու չես հրապարակում, ընդդիմադիր ստահակներ, ինչու չեք պահանջում, որպեսզի Փաշինյան Նիկոլը հրապարակի, որովհետև դուք Փաշինյան Նիկոլ հետ գտնվում եք մեկ լոդկայի մեջ, Փաշինյան Նիկոլ հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, եկել Հայաստանի Հանրապետության կառավարությունից քո որոշմամբ կոմպենսացում են ստացել, կոլաբորանտների անունները ինչու չես հրապարակում, պարոն Գագիկ Ծառուկյան, պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Սամվել Կարապետյան, ինչու չեք բարձրաձայնում այն հարցը, թե որ իրավունքով է Փաշինյան Նիկոլը կոմպենսացում տվել հեկերի սեփականատերերին, ովքեր կոլաբորացիոն պայմանավորվածության մեջ մտնելով թշնամու հետ վաճառել են, ստեղից բան են ստացել, կոմպենսացում են ստացել, որ իրավունքով է Փաշինյան Նիկոլը կոմպենսացում տվել, որ իրավունքով, այս հանցագործության մասին ինչու չեք խոսում, բա որ չեք խոսում Փաշինյան Նիկոլի իրականացրած հանցագործությունների մասին, բա ոնց եք Փաշինյան Նիկոլին դեմ, ոնց, որ հարցում եք Փաշինյան Նիկոլին դեմ, կադրային հարցում, դուք դեմ եք ենթադրենք Փաշինյան Նիկոլի տարածքային քաղաքականության հարցում, տնտեսական քաղաքականության հարցում, դա դեռ չի նշանակում դուք դեմ եք, մի խոսքով հարգելի բարեկամներ, դժվար ժամանակներ են, շատ դժվար ժամանակներ են, և ամեն մարդ նախ ինքը իր տեղը պիտի պատասխան տա, պիտի հնարավորինս չենթարկվի այս հանցագործ ռեժիմին, իսկ ռեժիմը միայն Փաշինյան Նիկոլը չէ, ինչպես դուք տեսնում եք, և պիտի չմասնակցի, չպիտի թույլ տա, որպեսզի ռեժիմի 6-նոց խմբագիրները, 6-նոց դեպուտատները, 6-նոց լրագրողները, բլոգերները, նախարարները կարողանան իրեն մանիպուլացնել, իրեն օգտագործել, ես ձեզ վստահեցնում եմ, որ այս ամենը ավարտ կունենա, սա չի կարող հավերժ շարունակվել, ցանկացած հանցագործություն վաղ թե ուշ ավարտվում է և հանցագործները կանգնում են դատարանի կամ դատաստանի առաջ, տա Աստված այս մեծ ռեժիմի խամաչիկներին դատարանի ու դատաստանի առաջ կանգնեցնի հայը, իսկ եթե ոչ, թող օտարը կանգնեցնի և թող օրհնվի այն օրը, երբ սրանք կկանգնեն դատարանի առաջ, ես ձեր տիրոջ մերը